Ինչու էին իրավապահները Վարդան Ղուկասյանի հետ վազելով շտապում նստել մեքենաները, ինչ վտանգներ են եղել։ Հոկտեմբերի 20-ին Գյումրիում իրավիճակը լարված էր։ Հակակոռուպցիոն կոմիտեն վաղ առավոտվանից մտել էր Գյումրու համայնքապետարան, ձերբակալել էր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ քննչական գործողություններ էր իրականացնում։ 5 ժամ նախաքննական մարմինը չէր կարողանում քաղաքապետ Ղուկասյանին դուրս բերել շենքից, քանի որ քաղաքացիներն ու համայնքապետարանի աշխատակիցները խոչընդոտում էին իրավապահների աշխատանքը, թույլ չտալով Վարդան Ղուկասյանին համայնքապետարանի շենքից դուրս բերել։ 5 ժամ հետո ժամը 19:00-ի սահմաններում հաջողվեց իրավապահներին համայնքապետարանի հետնամուտքի դուռը ջարդել ու Վարդան Ղուկասյանին շենքից դուրս բերել։ Դուրս բերելուց հետո իրավապահները սկսում են Ղուկասյանի հետ վազել, իսկ ինչու էին վազում, հարց, որը այսօր հնչեցնում են գրեթե բոլորը։ Բանն այն է, որ իրավապահ մարմինները նկատում են, որ համայնքապետարանի աշխատակիցները տեսնելով, որ Ղուկասյանին դուրս են հանել շենքի հետնամուտքից, սկսում են ապակիները կոտրել նրանց գլխին։ Ուստի իրավապահները հնարավոր վտանգներից խուսափելու համար Ղուկասյանին հորդորում են վազել, որպեսզի ապակիներից որևէ բան չկոտրվի եւ չընկնի որևէ մեկի գլխին։ Հայտնել էին, որ ոստիկանության եւ ԱՎԾ աշխատակիցների հետ էր նաեւ Վարդան Ղուկասյանի փեսան եւ նա էլ էր վազում անելոջ հետևից, հասցրեց նրան կարճ խոսք ասել ու վազել մեքենայի հետևից, որից հետո Ղուկասյանին իրավապահները նստեցին մեքենան, բերեցին Երևան։ Նա կալանավորվեց 2 ամսով եւ այժմ ԱԱԾ մեկուսարանում է։ Ըստ նախաքննական մամլի Գյումրի համայնքի ղեկավարը եւ գլխավոր ճարտարապետը նախնական համաձայնությամբ կաշառք գումարներ են պահանջել եւ ստացել։ Գործով նախաքննությունը հակակոռուպցիոն կոմիտեում շարունակվում է։